Եթերում հեռանկարն է։ Այսօր առաջին անգամ Հայաստանում նշվեց հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը։ Այսօրվա կարևորությունը առավել ընդգծվում է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների տարածաշրջանում շարունակվող անվտանգային ու քաղաքական բարդ գործընթացների համատեքստում։ Ինչ ուղերձներ են դրանք պարունակում եւ ինչ հեռանկար է ձևավորվում Հայաստանի համար։ Այս թեմաների շուրջ զրուցելու են քաղաքական վերլուծաբան Աբո Չապարյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Չապարյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք այսօրվա խորհրդից, հա, այսինչ օր է, ինչպես եք դուք մեկնաբանում այս ամենը։ 2020 թվականի աշնան 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ իշարս միլիոնավոր սփյուռքահայերի եւ հատկապես ամերիկահայերի ականադես դարձանք այդ մեր երդասարդ սերունդի այդ քաչարի բայկարի ոգին ցուցաբերած ժամանակ, նաեւ նահատակված զինվորների այդ շարասյունը դժբախտաբար, շատ դժբախտաբար խունգ եւ զուխ իրենց հիշատակին ես իմ հոգեմտավոր աշխարհեն ներս ստեղծեցի իմ սեփական երապլուրը եւ օր առավոտը երբ գսապրվեի հայելի մեջ նայելով ասի այլևս քու կյանքը անցյալ կյանքին պիտի չնմանի նոր պատմաշրջան գսկսի նոր հանձնառություններ, որովհետև նախքան 44 օրյան իշարս բազմաթիվ հայկական pedagogical կողքին կանգնած հայերու ես այն դպավորության էի, որ նախքան պատերազմի այդ մթնոլորտի մեջ Հայաստանը լավ ապահով ցերկերու մեջ է հանցինս ասենք հյուսային մեր ընկերներին, հանցինս նախքին ռեժիմականներին, բայց բանից դուրս եկավ, որ չարաչար սխալված ենք եւ ադի մեծ հուսալքություն պատճառեց այն ժամանակը սակայն հուսալքությունը թույլ չդվինք իմ նմանները ես եւ իմ նմանները թույլ չդվինք որ մեզ ընդհանրապես paralysis այսինքն անշարժության մատնե ընդհանրակը ավելի ակտիվացանք եւ երևի սա հայկական գենոֆոնդին մաս կգազմեի հագարակ բազում արհավիրքներին հայը գիտե վերստին վերհառնել եւ կյանքը շարունակել նոր մագարտակի, նոր բայկարի ոգյով ուրեմն ուխտ ընդունեցի, որ ես ինչքանով որ գրնամ օգտակարել թեգուզ փոշի հյուրեի չափ եւ իմ նման ի երշանգություն հայկական pedagogical զորագիցներուն պետք է ասել, որ բազմաթիվ իմ նման ամերիկահայեր եւ ոչ հայ ամերիկացիներ, որոնք հայասեր մարդիկ են, բոլորվեցանք։ Ոչ միայն 44 օրյայի առումով, այլև ձեր արևմտահայերեն լսելով միանգամից հասկանում ենք, որ պատմական այլ հիշողության կրող եք նաև դուք։ Որքանով է հնարավոր այդ պատմականությունը ապահովելով մի կողմից նայել անցյալին, բայց այն հիմք ընդունել ապագայի տեսլականը ստեղծելու համար։ Հաջողվում է դա ինչի շնորհիվ։ Այո, ես երրորդ սերունդի հայոց ցեղասպանության 1915-ին 1923-ին կորզատրված հայոց ցեղասպանության վերաբրող եմ եւ իմ անձնական մաշկի վրա ըսկացած եմ ցեղասպանության եւ մասսայական հայրենազրկման արհավիրքը ագանադեսը լալով իմ ծնողազուրկ դարձած մեծ ծնողներես մորենական եւ հորենական ծնողներու այդ հոգեվիճակին ես իհարկե իշարս բազմաթիվ վերաբրողներու եւ իրենց զավակներուն եւ թորներուն ես ալ ուխտ ընդունած եմ որ արդարության համար միջև կյանքիս վերջը պիտի բայկարիմ իսկ այդ ուխտը անսագարգելի է իհարկե իբադիվ մեր ժողովրդի զավակներուն որ աշխարհում մեկ տեղակայված են բայց միաժամանակ իմանալով որ հայկական pedagogical վերջին մնացորդածն է պատմական Հայաստանին եւ վերջին մնացորդածն է 1918-20 թվի հայկական դեմոկրատական հանրապետության ուրեմն մենք պետք է մի քիչ իրադես մոտենանք հայկական ռեալ պոլիտիկ պետք է բանեցնենք ինչն է հայկական ռեալ պոլիտիկը եթե մենք հիմա օրինակ համար ուզենք պաշտպանել կամ ազատագրել Արցախը ներկա իրավիճակի մեջ հնարավոր է
կթիմանա ներկա հայկական pedagogiությունը։ Այդ հարցին պետք է պատասխան տանք։ Եվ օրինակ ես դժբախտաբար գեղձ ինտիմության ներկայացնելու այդ որադախոսությունները մի քիչ ինձ համար ծանր գուքա, որովհետև իմանալով, որ 44 օրյայի ժամանակ ես որպես հետազոտող լրագրող գրեթե ամեն օր շուրջ օրյա գեհդեվեի եւ գաբեր կհաստատեի զանազան հայրենագիցներու հետ եւ Հայաստան եւ Արցախ եւ ինձ համար բացահայտ հստակ էր, որ նախկին ռեժիմականները նույնիսկ հայաստանյան արաքելական եկեղեցու գեղձ ղեկավարները մեղսակցած են եւ Արցախի անգումին եւ վերջնական հանձնումին մեղսակցած են Գրեմլինին հետ, մեղսակցած են նովին կորձով by default, մեղսակցած են Անկարային եւ Բաքուին հետ, որ Արցախի անգումը իրականանա, հետո շուրքան եւ բանջեն, որ Արցախի համար բայկար տանք, այս պահին անգլիներով կսեն no way, ոչ այս պահին, ինքնասպանության նման բան է։ Ադոր համար ես լալով երրորդ սերունդի վերաբրող հայոց ցեղասպանության եւ իմ ուխտը բահբանելով բատմական այդ փաստի վերաբերել եւ բանջարությունը վարբայելով իմ հոգիեներս նախ եւ առաջ ես պետք է մտահոգվեմ հայկական pedagogiության լինել չլինելության այս արհավիրքային դժվարություններու առաջ կանգնած հայկական pedagogiության համար։ Հիմա ռեալ պոլիտիկի մի մաս է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստը։ Դուք ինչպես եք դիտարկում այդ զարգացումը հնարավորությունները։ Իբադիվ բազմաթիվ սրծավ եւ քաղաքականապես հասուն ամերիկահայերու եւ հայասեր ամերիկացիներու եւ որոնց երթին ամերիկյան բանակի նախկին գեներալ-մայոր Մարկ Մաքարլին համախմբվեցանք եւ ցանկի գոչեցինք յուրահատուկ կազմակերպությունը բեկչի էսել եւս մեկ ամերիկայի կազմակերպությունը անունը ամերիկյան հայկական եւ ոչ ամերիկահայ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտ անգլերենով American Armenian National Security Institute, որի գլխավոր առաքելությունն է ուսուցման ճանապարհով չադակովել Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական քաղաքական, ռազմական, ասենք ռազմագիտական թաշինք, ստրատեգիական թաշինք զարգացնելու մտքով եւ պետք է ասել, որ իբադիվ բարոն Մաքարլին եւ բազմաթիվ ամերիկահայերու, որ այս գեղեցիկ աննախընթաց քաղաքարի շուրջ համախմբված են, միջև այսօր 1921 թվականի մարտ ամսեն սկսյալ երբ հիմքը դրվեցավ այս կազմակերպության, միջև այսօր կզարգացնեն, կզավալեն կորձունեություն հոգուտ հայկական pedagogiության, ինքնիշխանության, պաշտպանության, ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման։ Ինչպես է դա արտահայտվում։ Ինչպիսի ծրագրերով։ Դրա ամենչական, ասենք, դրսևորումները մեկը թրիփն է, որ վարչապետ Հարկարժան վարչապետ Փաշինյանը երբ կնկարագրեր հայկական խաղաղության խաչմերուկ, ուրեմն այդ պատկամը բարոն Մաքարլիի նման, իմ նման եւ բազմաթիվ այլ հայրենագիցներու նման այդ պատկամը մենք դարաձեցինք ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակներեն եւ իհարկե մենք պետք է իմանանք, որ ամերիկան միայն ժողովրդավարական պետություն չէ, այլ ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է եւ գապչունի թե այսօր Թրամփն է, վաղը բարոն Անդերսոնն է, մյուս օրը երեք եթե Բայդենն էր, ուրեմն գապչունի այդ համագարկի հետ առաջին անգամ լալով Ամերիկայի բախմության մեջ partnerություն ստեղծվեցավ, կորձընկերություն ստեղծվեցավ։ Ես հարկանք ունիմ, որ նաև հիմնադիրներն եմ Անկայի եւ Armenian Assembly, որոնք շատ լավ աշխատանք կդանին, ասենք քաղաքական թեմքերու հետ, կոնգրեսականներու հետ կապ հաստատելով, դա շատ լավ է, բայց չի փավեր։ Պետք է նոր մագարտակ ստեղծվեր եւ Փարքասը ստեղծվեցավ։ Եվ թրիփը պետք է ասել, սա բոլորիս հավաքական քաղաքականապես հասուն Երևանի pedagogan շրջանակները եւ քաղաքականապես հասուն Վաշինգտոնի շրջանակները համադեղ աշխատանքով իրականացուցին
Հիմա այդ ծրագրերից մեկն էլ կարծես թե կրթական մարդասիրական նշանակություն ունեցող այն վարժանքն է, որ դուք իրականացրել եք։ Այո, շնորհակալություն հարցի Փորձենք համար։ մանրամասնել եւ ներկայացնել ինչ։ Այո, ուրեմն ամերիկյան հայկական ազգային ավանդության ինստիտուտի առաքելության երկրորդ կետը այն է, որ գազագերբությունը գդկնի, գաշխատի մարդասիրական օժանդակության բրիգադայի վարժանքներ իրականացնել, հավանությամբ, ասենք, Ամերիկայի եւ հայկական pedagogical ղեկավարության եւ պետք է ասել, որ իբադիվ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Ներքին գործոս նախարարության 2023 թվին շատ հաջող մարդասիրական օժանդակության բրիգադայի վարժանքներ իրականացան Արաքածի շրջանը Ներքին գործոս նախարարության փրկարարական բաժնի մասնակցությամբ եւ Պաշտպանության նախարարության cyber security գիբեր անվտանգության բաժնի մասնակցությամբ 7 դարբեր երկիրները 57 հայ եւ հայասեր օդարներ մասնակցեցան եւ որոնց կարգին Կալիֆոռնիա Կարսոն քաղաքի նախկին քաղաքապետ Ալբերտ Ռոբլեսը եւ Washington DC National Press Club-ի նախկին ղեկավար Ռենդի Ալենի զավակը Բենջամին Ալեն եւ ուրիշներ նաեւ անշուշտ բարոն Մակարլին եւ նաեւ Los Angeles County Sheriff Department-ի փրկարարական բաժանմունքի ղեկավար Մայք Լին այս մասին անշուշտ դերակատարություններ կան եւ ասենք YouTube-ի վրա եւ գայքեջերու վրա ուրեմն սա մեկ ջուրն է մյուս ջուրը ուսուցողական եւ մարդասիրական օժանդակության այն է որ ամերիկյան հայկական ազգային ավանդական ինստիտուտը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի NDRU National Defense Research University դելեգացիա գարաժնորդ է ղեկավարությամբ բարոն Մակարլին եւ Ցերխոնար Զարային թեպի հետազոտական համալսարան, ռազմական հետազոտական համալսարան դելեգացիա այն փորձակետ ամերիկյան բանակի թոշակի անցած գեներալներին եւ քննադատներին, որոնք մասնակցած են իրենց ջուրի մեջը քալու Հայաստան եւ սեմինարներ ներկայացնել իրականացնելու Նրանք ուսումնասիրությունների մակարդակում են եւ նաեւ ուսուցման հետազոտողներին այո այսին հետազոտական համալսարանի ուսանողներին Հայաստանի Պաշտպանության նախարարության հետազոտական համալսարանի ուսանողներին Բացի Արագածի շրջանում տեղի ունեցած այդ վարժանքներից այլ տեղերում ծրագիրը տարածվում է թե ոչ Այո, շատ լավ հարցում եք, շնորհակալ եմ հարցին համար 2025 թվին սեպտեմբեր ամսում Սյունիքի մեջ, Գորիս քաղաքի մեջը ANC-ին իրականացուց ներքին գործոս նախարարության եւ պաշտպանության նախարարության ղեկավարության հավանությամբ Գորիսի մեջ իրականացուց երկրորդ մարդասիրական օժանդակության բրիգադայի վարժանքները եւ որի մասնակցեցան 91 ուսանողներ եւ որոնց հերթին ասենք ծառայողներ նաեւ ներքին գործոս նախարարության փրկարարական բաժնի աշխատակիցներ եւ նաեւ Գորիսի համալսարանի ուսանողներ եւ Գորիսի բժշկական կենտրոնի բուժքույրեր եւ անհատ քաղաքացիներ ովքեր որակավորում ստացան Հիմա դուք խոսեցիք թրիփի մասին եւ ասացիք, որ այդ ճանապարհը, որ բերեց դեպի թրիփ, հենց այնպես մի օրում չեղավ եւ բավական շատ աշխատանք էր արվել։ Այդուհանդերձ մարդկանց մոտ կան նաեւ մտահոգություններ։ Գուցե որոշ շրջանակների մոտ դրանք քաղաքական նպատակներ են ընդգրկում, բայց մի մասն էլ ունի անկեղծ մտահոգություններ։ Դուք ինչպես եք անդրադառնում թրիփի նախագծի իրականացմանը եւ ինչպես կարող եք անդրադառնալ այդ մտահոգություններին, արձագանքել դրանց։ Թրիփը աննախընթաց պատմական արիթ է եւ ցերփերում է հայկական pedagogical համար օգոստոս 8-ի համացանակիրը ես կխորին որ սկիզբն է երկար շարքի այն ցերփերումներին որ հայկական pedagogical-ությունը պիտի կարողանա իրականացնել եւ պետք է ասել որ Սյունիքը պատմական զանգեզուրը
որ Հայաստանի հարավային թարբասն է, ամեն բոլոր նախատրյալները ունի վերածվելու դարածքաշրջանի Manhattan-ի կամ Հոնկոնգի, հարավային Կովկասի Manhattan-ի կամ Հոնկոնգի եւ ճանապարհը փանալու տրիպը ոչ միայն ճանապարհ կփանա, այսինքն հայկական խաղաղության խաչմերուկի առաքելության իրականացման գոժանթագե հյուսիսի եւ հարավի արևելքի եւ արևմուտքի միջեւ, այլ նաեւ ճանապարհը կփանա, ճանապարհը կհարթի թեպի մասսայական, եթե ամեն ինչ լավ գերբով կարողանանք ցերկի տալով անգերձ համերաշխորեն իրար հետ համագործակցելով մաքուր մթնոլորտի մեջը ճանապարհը կփանա, որ մասսայական ներդրումները լան եւ Սյունիքի մեջը աշխատադեղեր, բազմաթիվ աշխատադեղեր ստեղծվեն եւ Սյունիքը դժբախտաբար ասկակրական մեծ խնդիր ունի, ինչպես նաեւ անշուշտ հայկական հանրապետությունը, բայց ամենակարևորը հիմա այս պահին ես որպես սրտացավ հայ եւ լինելով արմատներով արցախցի, իմ նախնիները 1000 տարի առաջ Արցախի Չափար շրջանեն, ադորամար ես Չափարյան եմ, դեղափոխված են Նորսիս, ապեն ներողություն, Գիլիկիա, Սիս մայրաքաղաքը, ուրեմն նաև ես վերջերս ինձ օգնեցին, որ գտնամ Գորիսի քերեզմանոցի մեջ Անտրանիկի զինվորներեն Աշոտ Չափարյանի շիրիմը, որ դրաբիզոնեն եկած զարայած է 1918-ին։ Հիմա խոսենք Սյունիքի ասկակրական խնդիրները լուծելու մասին։ Ուրեմն պետք է ասել, որ սա յուրահատուկ պատմական շրջան է, որ մենք պետք է իսկապես որ արժեցնենք եւ պետք է գրնալալ, որ գեղձ ինտիմությունը մեր վրա ծիծաղի, բայց վնաս չունի։ Հաջորդ 5 տարին, 10 տարին, յուրաքանչյուր տարի Սյունիքի ասկապնակցության թվականակը ես չեմ ասել 100%, 10% կամ 5% բազմացնենք։ Ես վերջերս իրազեկվեցա ազգային ժողովի անդամ մեկ դիկնոջ այն ելույթի դժբախտաբար անունը չեմ հիշել, բայց շատ հետաքրքիր բան ասավ, որ վերջին 8-10 տարիներին կամ վերջին դարվա վրա 8000-ով ավելացած է Հայաստանի բնակչության թիվը, ասենք ելք եւ մուտքի հաշվառությունն ետքը։ Լավ դիտի չլավ, որ մենք ամեն տարի, ոչ թե ամեն տարի, այլ յուրաքանչյուր ամիս այդքան թվականագով ասկապնակցությունը ուժեղացնենք, որովհետեւ Հայաստանը հայտնված է ոչ միայն, ասենք աշխարհակահաղական, տնտեսական բادرազմի գիզագետին, այլ նաև հայտնված է ասկակրական բادرազմի գիզագետին։ Եվ այդ բادرազմը դժբախտաբար սկսած է իրերը հաջորդ վարչագազմերի օրով։ Պարոն Չափարյան, ամերիկահայերի շրջանում քիչ չեն գործարարները։ Արդյոք կա հետաքրքրվածություն թրիփում եւ ընդհանրապես Սյունիքի այդ հատվածում ներդրումներ ունենալու։ Մինչ այս եթե խնդիրը տարածաշրջանում անվտանգային ավելի մեծ էր սպառնալիքի առումով, հիմա գուցե ավելի մեծ հնարավորություններ կան։ Արդյոք կա այդ հետաքրքրվածություն։ Հետաքրքրություն կա, սակայն ինչպես որ անգլերեն կսեն dormant եւ սպասողական վիճակի մեջ։ Ինչին է սպասում։ Այո, ուրեմն իմ առաջադրանքն եւ իմ նմաններուն առաջադրանքն է, որ հայկական pedagogical ղեկավարությունը աչալուրջ լա եւ համագարկային վերահսկողություն ունենա, որ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահական վարչաշրջաններու ժամանակ, երբ բազմաթիվ սպիրկահայ ներդրողներ դանուլ դվին եւ թիրախավորվեցան զանազան հանցակորձ շրջանակներով, Փարքաստո հիմակվա հայկական pedagogiությունը հաղթահարած է այդ հանցակորձ շրջանակներու արգայության խնդիրը որոշ չափով, պետք է ասել, շատ քաչալերական է, բայց ամբողջական չէ, պետք է որ բոլորը ցերցերքի տանք եւ այդ բայկարի ջագադնալ նվաճենք միասնապար, բոլորս միասնապար, որովհետեւ վստահությունը առավել ուժեղանա ոչ միայն սպիրկահայ, այլ հայասեր ամերիկացիների մոտ կամ ֆրանսացիների մոտ,
ադալսեմ որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի առաջադրանքն է որ հայկական pedagogian արդակին թաշինքներու բազմազան դարձնելու չադակով դառնանք այսինքն հայկական pedagogian ինքնիշխանության հզորացման ճանապարհով հայամեդության ճանապարհով եւ ոչ թե արեմդամեդություն կամ ռուսամեդություն մեզի բեք չէ մեզի պետք է հայամեդություն եւ որպես այդպեսին եւ որ հայկական pedagogiությունը գուժեղացնե իր ինքնիշխանությունը pedagogan անվտանգությունը ժողովրդավարությունը եւ տնտեսությունը ապա ուրեմն նովին կորձով առողջ տեխնազու գտարնա բազմաթիվ դարբեր երկիրներու գողմե ներդրումներու եւ աջակցության համագործակցության Երբ կախվածությունները եւ ճնշումները շատ տարբեր կողմերից կարող են շատ լինել, այս դեպքում դժվարանում է նաեւ այդ ինքնիշխանությունը պահպանելու գործընթացը, հա, ինչն է որ պետք է հիմք ծառայի եւ ուժեղացնի մեզ այդ ճանապարհին։ Ես պետք է ասել, որ շատ կովելի է վարչապետ Փաշինյանի եւ Դիգին Աննա Հակոբյանի սկսած արշավը գրթվելը նորացեվություն է։ Ես նաեւ պիտի առաջարկեի, որ հաջորդ փուլ անցնեինք ինքնիշխան քաղաքացի դառնալը նորացեվություն է։ Եթե քաղաքացին ինքնիշխան չդառնա եւ դնդեսաբես սոցիալաբես ինքնապավ չլա, ապա ուրեմն հայկական pedagogian ինքնիշխանությունը այդքան ուժեղ չլար։ Հետևաբար բազմազան եւ բազմաջակատ բայկարը կշարունակվի եւ մենք պետք չէ թուլամորթ գտնվենք եւ միան լավ բաներ պետք է ակնկալենք։ Եվ վերջին հարցը, դերևս հակիրճ անդրադառնանք դրան, 2026-ի ընտրությունները շատ հեռու չեն, դուք հետևում եք դրան, ինչպիսի կարծիք ունեք այդ մասին։ Իհարկե, 2026-ին իմ պատկերացումով Հայաստանի ինքնիշխան քաղաքացին պետք է լուծե երկու բան։ Նախ-եւ-առաջ ընտրություն կդարե հայկական pedagogian ինքնիշխանության անկախության ժողովրդավարության դնդեսության առավել զարգացման եւ էությունը գոյությունը ամրապնդման համար մեկ կողմեն մյուս կողմեն ընդդրություն կդարե արդյոք իրեն չի հետաքրիր հայկական ինքնիշխանություն եւ անկախությունը եթե գսիրե ռուսական գուբերնիա դառնալ ուրեմն հայկական pedagogian մեկ կողմեն մյուս կողմեն ռուսական ծայրակավար դառնալ այս երկուքի միջև ընդրություն պետք է կատարե Հայաստանի քաղաքացին։ Իհարկե բոլորիս փախցանքն է որ ընդրությունը չախճախիչ մեծամասնությամբ եթե ոչ absolute բացարձակ մեծամասնությամբ կատարե հոգուտ հայկական pedagogian անկախության ինքնիշխանության ժողովրդավարության տնտեսության հզորացման օգտին։ Իսկ ինչպես կարելի է կատարել այդ մեկը ուրեմն իմ առաջադրանքն է որպես սրդացավ հայ եւ by default այսինքն նովին կորձով Հայաստանի քաղաքացի առանց իրավունքները բայլելու բայց միան բարդականությունները կոհացնելու իրականացնելու պատրաստակամությամբ իմ առաջադրանքն է որ Հայաստանի քաղաքացին մեկ անգամ ընդմիշտ սերբազատվի գերզ ընդդիմություն է որ օդար երկրա կորձագալ շրջանակներ կներկայացնե եւ հայամեդությունը իրեն համար օդար քաղաքապարախոսություն է հայկական pedagogian ինքնիշխանությունը իրեն համար անընդունելի է իրեն համար ավելի լավ է որ գուբերնիա դառնան եւ այս գերզ ինտիմությունը վերածվի իրենց գրոնական գորունփացված գծորդներով հանցինս Կարեկին Բ Գդուիշ Ներսեսյանին իր արյունագից եղբոր Ներսես Գարո որ KGB-ի անունը Գարո Ներսեսյան է, չէ, եզրասը։ Եվ իրենց արտերկրի մեջ գոյություն ունեցող ամիջական կորձագից կորձագալ եւ որեն սերտին Արևմտյան Ամերիկայի թեմակալ առաջնորդ Հովնան Դետերյանի։ Շնորհակալություն, պարոն Չապարյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Աբո Չապարյանն էր։